Բարի լույս, առաջին ծրագիրը վերադարձավ եթեր, մենք շատ կարոտած ենք եւ բնականաբար այս առավոտները, որոնք միշտ սկսել ենք միասին, մենք նորից վերադարձանք ձեր տուն։ Այո, բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը կրկին ATV ուղիղ եթերում է եւ արդեն այսօրվանից սկսած մշտապես աշխատանքային առավոտները կսկսենք միասին, ինչպես հին ու բարի ժամանակներում։ Այո, ինչպես ասում են, ուզեք թե չուզեք, մենք արդեն ձեր հյուրն ենք յուրաքանչյուր առավոտ, իսկ ես գիտեմ, որ բոլորը դա ուզում են, որովհետեւ անվերջանալի հարցադրումները, թե երբեք վերադառնալու եթեր, ինչ լավ էր, որ առավոտները միասին ենք սկսում, արդեն ունեն իրենց կոնկրետ պատասխանը։ Այո, մենք եթերում ենք Սուրենը եւ Սոնան եւ բնականաբար պատրաստ ենք այս առավոտ մեր հրաշալի թիմի հետ միասին եւ յուրաքանչյուր աշխատանքային առավոտ ձեզ տալ միայն դրական էմոցիաներ։ Այո, եւ նշենք, որ այսօր նոյեմբերի 3-ն է, օրը երկուշաբթի, արդեն նոյեմբերը մեկնարկել է եւ մենք էլ սկսում ենք մեր աշխատանքային եռուզեռը եւ իհարկե այս ընթացքում բազմաթիվ դրական էներգիա ենք կուտակել, լիքը նորություններ ունենք, որոնք սրպես մանրամասն կպատմենք, քայլ առ քայլ կգնանք առաջ։ Գիտես ամենաշատը ինչն էի կարոտել Սոնա։ Ոչ միայն մեր հրաշալի տրամադրությունը, բնականաբար մեր հրաշալի այս առավոտները, նաև ամենաշատը կարոտել էի առավոտյան սուրճը, որը միշտ ջերմ հոգատարությամբ մեզ տալիս է մեր Անահիտը կա եւ բնականաբար շատ ուրախ ենք, որ այս առավոտները եւ յուրաքանչյուր աշխատանքային առավոտներ մենք ենք պատրաստելու ձեզ համար համեղ ուտեստները, սուրճը եւ լավ ժպիտները։ Դե չասեմ էլ դրսի արևի մասին, որովհետեւ չենք կարող բողոքել, որովհետեւ աշունը այս տարի բավականին լիառատ է բոլորիս համար եւ չի խնայում արևի ճառագայթները մեզ։ Եվ ինչն է ուրախալի, սիրելի Սուրեն, որ սուրճի ավանդույթի նման ավանդույթ է դառնում նաև մեր շատ սիրելի հայրենակիցների համար, նաև քեզ համար վաղուց ավանդույթ է առավոտյան մարզումները, քանի որ դրանք շատ կարևոր են, առողջարար են եւ իհարկե հատկապես երբ արդեն դեպի ձմեռ ենք գնում, օգնում են որպեսզի նույնիսկ ցուրտ եղանակին եւ վիրուսների ժամանակաշրջանում ունենանք լավ իմունիտետ եւ շատ հեշտությամբ հաղթահարենք ցանկացած վիրուս, այնպես որ հետևեք ձեր առողջությանը, սիրելի հեռուստադիտողներ, մարզվեք մշտապես, իսկ մենք խոստանում ենք մեր կողմից, որ ձեզ կտանք այն լավագույն վայրի անունը, որտեղ իհարկե պետք է անցկացնել մարզումները։ Դե չմոռանանք բնականաբար այն ամենի մասին, ինչը նպաստում է մարզվելուն, դա իհարկե առավոտյան թարմ օդն է, լավ տրամադրությունը եւ տրամադրվածությունը, ամենակարևորը։ Դե օրվա ընթացքում էլ կարելի է մի քիչ նաեւ տրվել տրամադրությանը եւ հրաշալի ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Ի դեպ, եթե ուզում եք փոքրիկ հավելումներ լինեն անպայման, ապա Իջևանի գինու գործանը պատրաստ է յուրաքանչյուր առավոտ ձեզ տալ այդ հրաշալի տրամադրությունը։ Եվ ընդհանրապես օրվա ընթացքում հետևեք մեզ, իսկ մենք կարծում եմ ձեզ կարող ենք տալ այդ ռիթմերը եւ այն ամենը, ինչը կարող է զարդարել ձեր առավոտը, չէ՞ Սոնա։ Իհարկե, եւ նշենք այն հրաշալի վայրի անունը, որտեղ պետք է առավոտյան այցելել եւ մարզվել։ Ակվատեկ համալիրը, որը քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Մենք արդեն հասցրել ենք այցելել այնտեղ եւ պատրաստել հետաքրքիր տեսանյութ առավոտյան մարզվելու եւ առհասարակ լողով զբաղվելու մոտիվացիան ձեզ համար ապահովելու համար։ Ես Նարա Մանուկյանն եմ, հանդիսանում եմ ակվատեկում նաև որպես ակվաէրոբիկայի մարզիչ։ Ակվաէրոբիկան հանդիսանում է ոչ միայն որպես դաս, ոչ միայն որպես մարզումներ, այլ նաև ժամանցային ծրագիր։ Այստեղ կանայք գալիս են ոչ միայն մարզվելու համար, այլ նաև լիցքաթափվելու, թողնում են այստեղ բոլոր իրենց պրոբլեմները, հոգսերը։
Ակվաէրոբիկան շատ հարմար դաս է միջին եւ բարձր տարիքի կանանց համար, նամանավանդ նրանց համար, ովքեր ունեն մի փոքր ավել քաշ, ջրի մեջ այստեղ ծանրությունը չեն զգում, բայց աշխատում է ամբողջ մարմինը։ Շատ հարմար է նաեւ այն կանանց համար, ովքեր ունեն խնդիրներ հոդերի հետ կապված, արտրիտ, արտրոզ եւ այլն։ Այստեղ վարժությունները շատ հանդիսանում են ոչ միայն տաքրքի ժամանցային, այլ նաեւ շատ օգտակար։ Հենց բժիշկները իրենք են ուղղորդում, որպես մասնակցեն այս դասերին։ Կանայք, ահա հենց հիմա տեղի ունենում էր ակվաէրոբիկայի դասը, կանայք սիրով մասնակցում են, թողնում են իրենց բոլոր հոգսերը, խնդիրները, որպեսզի որևէ դաս բաց չթողեն եւ միանան մեզ։ Շնորհակալ եմ։ Հատկապես կանանց վստահ եմ շատ մոտիվացրեց այս տեսանյութը եւ նշեմ, որ ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն եւ նոր տպավորություններ մեկ վայրում։ Ակվատեկ հանգստի եւ առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում։ Այո, իսկ հիմա կարճատև դադար կլինի մեր եթերում, հետո վերադառնալու ենք եւ գնալու ենք ամենահամեղ հատվածը մեր ծրագրի։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, ողջունում եմ ձեզ, բարձր տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, որովհետեւ այսօր շատ յուրահատուկ եթեր ունենք մենք։ Արդեն իմ գործընկերները ձեզ իրազեկել են, թե մենք որտեղ ենք գտնվում եւ ինչ նպատակով։ Սիրելիներս, այսօր մենք գտնվում ենք Երևանի գինու գործարանում, այս հրաշալի վայրում, որտեղ բնությունը ողողված է ողջ կանաչով եւ գետի կարկաչյունը, որը հենց հիմա հնչում է մեր ականջներում, պարզապես տրամադրություն է բարձրացնում։ Սիրելիներս, հուսով ենք դուք էլ կմիանաք մեզ եւ այս գեղեցկությանը մասնակից կլինեք։ Մենք այսօր եւս մեկ անգամ հյուրընկալվել ենք մեր հոյակապ ընկերոջ մոտ, արդեն մեզ համար հարազատ դարձած մարդ, մեր շեֆ խոհարար Դավիթին հյուրընկալվել ենք, ինչի համար շատ շնորհակալ ենք Դավիթ ջան։ Ես եմ մեծ շնորհակալ։ Այսօր բնության դեպքում պատրաստել ենք Տավուշյան խոհանոցից չխրտման։ Չխրտման։ Հա։ Սուպեր։ Մեզ պետք է հավի միս, հարմ տնական հավ ենք օգտագործելու։ Տոմատա մեզ պետք լինելու, անուններ աղսեր, բար, մի փոքր էլի գաղտնիքներ մեզ։ Ահա, էլի չեն ասում գաղտնիքները շեֆ խոհարարները, ինչպես միշտ։ Տնական կարակ է մեզ պետք, այսօր սող, համեմ, ձու։ Այսօր այսքանով մենք շատ համեղ ուտեստ ենք սարքելու եւ ուսամ ձեզ գովասը։ Մենք չենք կասկածում, որովհետև անցյալ անգամ, ինչպես դուք նշեցիք, Սարյան 9 հասցեին հյուրընկալվեցիք ձեզ մոտ, շատ համեղ դուք մեզ կերակրեցիք, այսօր էլ լինելու է դրա շարունակությունը, ես կասկած չունեմ։ Բայց հեռուստադիտողին եւս մեկ անգամ նշենք, որ սիրելիներս, տեսեք, որքան քիչ բաղադրիչներ են մեզ պետք, հասանելի, ինչպես միշտ մենք խոսում ենք սրա մասին, որ կարելի է քիչ բաղադրիչներով ստանալ շատ օգտակար եւ համեղ կերակուրներ։ Եվ այսօր այդ տարբերակն է ու նշեմ, որ մեր հին հայկական ավանդական խոհանոցից։ Ինչ ենք անելու այս պահին Դավիթ։ Այս պահին սկսենք տապակել սոխը, կտրատել նախնոր առաջինը, կտրատենք եւ սկսենք տապակել իրեն։ Հիսալուցնաձև բարակ շերտեր։ Ես պետք է մեր տատիկների պատրաստած սոխարած ունենալ տոմատայի։ Հիմնական շատ պետք չէ, որ մի չափի, մի քիչ խոշոր է կարող է լինել։ Ահա։ Երկու սոխ է պետք։ Այո։ Չափաբաժինը կարող եք մեզ 200 գրամ։ 200 գրամ։ Որքան ուրեմն հավի մսին է անհրաժեշտ 200 գրամ սոխ։ Կես կիլո հավի, տնական հավի, այո։ Իսկ հավի որ հատվածն ենք օգտագործում, թե ընդհանուր հավը, կարևոր չէ մեզ։ Ընդհանուր հավը հասկանալի է։ Եվ ասացիք, որ կարակ ենք տնական օգտագործելու։ Այո, տնական կարակ։ Իսկ կարող եք յուղով փոխարինել կարակ։ Այո, մի քիչ հիմա ճիշտ ասած, որ տնական կարակ ճարելը մի քիչ շատ դժվար է դարել։ Տավուշի մարզում գտել եմ
Ահա։ Եվ մենք մեր ձեռքով ենք պատրաստել, որ այսօր պատրաստենք ձեր համար ամեն բոլորը, որ ստանաք ճիշտ այն համը, որը որ մեզ պետք է այսօր։ Դավիթ ջան, ինչ եք անում այս պահին։ Ես ճիշտ ասած մի քիչ կտրատել եմ մեր հավերը նախորդ, պատրաստել էի։ Այս պահին ուզում ես սկսեմ արդեն տապակել սոխը։ Այո, սոխը կարակով եմ տապակելու, տնական կարակով, նորից նշեմ։ Դրանից հետո տապակելու եմ տոմատը։ Ահա։ Տոմատից արդեն հետո սկսելու եմ տապակել հավի կրծքամիսը սոխի մեջ, ընդհանուր։ Տապակվելու է ընդհանուր զանգվածով։ Դրանից հետո ինձ պետք է լինելու կարտոֆիլ արդեն, որը ես նախորդ արդեն դրել եմ եպքի։ Այո, քանի որ ժամանակային այսպես պետք է տեղավորվեն, շատ բարի, եկեք հիմա սկսենք տապակման process-ը, մեր հեռուստադիտողը կմնա մեզ հետ, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվելու այստեղ։ Հիմա կտապակենք, հետո արդեն շարունակությունը միայն միասին։ Կտրատեցինք մենք սոխը եւ այս ընթացքում ես թեթև շոկի խաշեցի հավի կրծքամիսը, իր բոլոր հավը sense կարող։ Այո, բոլոր մասերը շոկի խաշել են։ Շոկի խաշեցինք, այս պահին ավելացնում մեր սոխարացին տոմատը, մեր Իջևանի պահածոներից է իդեպ։ Այո, մենք այստեղ ունենք եւ կուզեմ, որ հեռուստադիտողը եւս մեկ անգամ իր մոտ գրանցի, որ շատ համեղ տոմատի մածուկ ունենք եւ շեֆ Դավիթը օգտագործում է այն։ Բոլորին խորհուրդ կտամ օգտագործեն, ես անձամբ շատ եմ օգտագործում Իջևանի տոմատը, մանավանդ մեր 28% խանութը շատ պետքակար է գալիս եւ արդյունավետ է խոհանոցում 20%-ի, իր խտությունը, իր համային գաղտնիքները շատ լավն է։ Ես սա տեղափոխեմ գազօջախին։ Այո, բարի։ Նայեք, մեր տոմատը արդեն շատ լավ տապակվել է։ Այո։ Ավելացնենք հավը։ Ահա։ Անտիկ։ Եվ կրկին նորից դնում ենք ջեռոցին, տապակում ենք արդեն սոխ, տոմատ, հավի միսը։ Այս պահին մեր հավը դեռ տապակվում է, արդեն մեր ուզած չափի տապակվել է եւ ես ուզում եմ բոլորին ցուցադրել այսպեսին այս պահին որ կարտոֆիլն ենք ավելացնում եւ մի փոքր համեմնում ենք, թողնում ենք եւս նորից տապակել կարտոֆիլով։ Շատ բարի։ Եվ նշենք, որ հավը տապակել ենք սոխով եւ տոմատի մածուկով, հենց Իջևանի գործարանի արտադրությունով, շատ գեղեցիկ հոյակապ գույն ունի սիրելիներս, եւ հիմա շեֆ Դավիթը ավելացնում է կարտոֆիլը։ Այո, կարտոֆիլը մի փոքր շոկի խաշել ենք, քանի որ մենք դեռ իրեն պետք է երացնել մի թեթև ջրով։ Սոսի պես, այո, սոսը զանգված ենք ստանալու։ Մի փոքր արդեն համեմում ենք, քանի որ արդեն պետք է մեզ համերը բացել։ Շատ բարի։ Ես օգտագործել եմ մանր աղ։ Մի փոքր մանր աղ եմ օգտագործում, մի փոքր մեր գաղտնիքները, բայց որ եթե շատ ցանկանք կարող եմ բացել։ Այո, շատ մենք մեծ հաճույքով կլսենք մեր գաղտնիքը։ Կարող են լինել դաշտային խոտեր, հիմնական օգտագործում է դաշտային մեր խոտեր, բույսեր, հասկացողությունը, կարող օգտագործեն դարձ, ցիտրոն, նանա, ուրց, որ ես այս բանը օգտագործում եմ ցիտրոն։ Ինձ ավելի դուրեկան է եղել չխրտմանի մեջ ցիտրոնի արոմատը։ Հասկանալի է։ Եվ օգտագործում սև բիբար աղացած մի փոքր։ Սև բիբարը ինչու համար եմ շատ օգտագործում, որ մի աննշան ինքը կծվային համային ունենա։ Այո, համաձայն։ Եվ կրկին մի հատ էլ խառնում ենք եւ անցկացնում ենք նորից ջեռոցի վրա տապակել այս պահին արդեն կարտոֆիլն էլ միասին։ Այո։ Դե շարունակենք արդեն անցկացնենք ջեռոցին, մի փոքր կարտոֆիլը տապակենք եւ արդեն մի ավելացնենք ջուր, երասաժ, դա խորը երասել ենք ջուրը, մեզ պետք է 5 րոպե ընդամենը երա։ Շատ բարի։ Ես այսօր ձեզ ուզում եմ հյուրասիրել մեր թթուներից, Շուշանի թթուն, Վարունգի թթուն, Բոխին եւ Բամյան։ Մեր բոլորի սիրելի թթվի տեսականին են։ Հայկական ավանդական սեղան, քանի որ այսօր ավանդական սեղանի շուրջ ենք հավաքվում, հիմնական ուզում եմ ձեզ հյուրասիրել այլ ավանդական, որից բոլորից ծանոթ թթուներից
Այո, եւ Հյուրասիրել։ շատ համեղ, անկեղծ եմ ասում, սիրելի երուսայտողներ, շատ տնական եւ շատ համեղ։ Էլի նշենք, որ մենք բոլորովին տատիկների ռեցեպտով է պատրաստվում։ Այո։ Կեցել մեր տատիկները։ Համային մենք գաղտնիքներն են, բոլորը լրի տատիկների համը ոնց որ ստացել են, այդ նույն համը ստացել ենք մենք։ Այո, տեղը տեղին։ Ես ապացուցում եմ ձեր խոսքերը, շեֆ Դավիթ, եւ վստահ եմ մեր հերոստատիտողը գիտի դրա մասին, շատ լավ գիտի արդեն։ Այս ընթացքում մենք կհիշեք, այստեղ ունենք երկու ձու։ Այո։ Այդ ձուն եմ կոտրել եւ մի փոքր հարել։ Ահա։ Եվ մեր չխրթանը արդեն ես մի փոքր ոնց որ խոստացել ենք ջուրը ավելացրել եմ եւ արդեն պատրաստ է այն զանգվածը, որը մեծ խտացած արդեն ամբողջովին եփած մեր գազօջախները արդեն պատրաստ է եւ մեզ ընդհանրապես մնում է երման աստիճանի վերցնել, ձուն ավելացնել։ Ահա ենք արդեն այս բայց սկսել անվել։ Շատ բարի, շեֆ Դավիթ, խնդրում եմ ձեր ուտեստը իմի բերեք։ Ահա եղում է։ Հոտը զգալ Այո։ արդեն։ Ցիտրոնի բույրը, սիրելիներս, նկարագրելու չի։ Արդեն ինքը այս պահին այսպիսով ավելացնում ենք մեջը։ Բարի։ Որը մեզ պետք չէ որ ընդհանուր լրիվ զանգվածը ձվի եփված լինի, իրան արդյոք հետարքիր ինչ-որ ստեղծվում է, իր մեջ տաքությունը մեզ հերիք է։ Այո, ամբողջովին պարզ է, որովհետև շատ տաք վիճակում է կերակուրը, հապտիկը լցնելուց հետո շատ արագ այն կեփվի։ Այո։ Եվ մենք փորձենք արդեն մատուցել։ Այո, այսինքն կերակուրը պատրաստ է արդեն։ Այո, եւ վсё, մեզ արդեն այստեղ բան պետք չէ, վերջնական մենք չմոռանանք որ համեմ ունենք այստեղ։ Այո, թարմ համեն պետք է ավելացնենք։ Բույրը անմահական է, սիրելիներս։ Այդ միսը ինչ վիճակում է։ Այո, ընտիր վիճակում, շատ բոլորը ճոխ, շատ առատ եւ համեղ։ կտոր է լինում։ Ահա։ Հոյակապ։ Վերջում էլ ավելացնում ենք մեր Սոուսը։ կարևորագույն այս սոուսը, որը որ բոլոր համերը իր մեջ է։ Ընտիր է, շեֆ Դավիթ, ընտիր։ Փորձենք մի փոքր էլ համեմ կտրատել։ Ահա։ Թարմ համեմ ենք վերջում ավելացնում, սիրելիներս, սա էլ հիշեք։ Մենք պետք չէ մեզ մանր կտորներ, մեզ պետք է Այո, խոշոր, խոշոր կտորներ։ ավելին ասեմ, ձեռքով եք կարող եք կտրատել Այո։ մատուցելու ընթացքում։ Մեզ պետք է զուտ մենք ունենանք այս համերը ու հոտերը համահունչ։ Ընտիր։ Այսօր ես ձեզ Շնորհակալ եմ, հյուրասիրեցի այսպես մեր հին ավանդական ուտեստներով, որը որ շատ համեղ է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, շեֆ Դավիթ։ Եվս մեկ անգամ մեզ հյուրընկալելու համար, այսպիսի ջերմություն փոխանցելու համար, այսպիսի համեղություններ պատրաստելու եւ հյուրասիրելու համար, մեզ համար սրանք շատ անմոռանալի պահեր են։ Ես հուսով եմ դեռ առիթներ կլինեն եւ մենք ելի կհանդիպենք, ելի կշփվենք, միասին կպատրաստենք։ Եվս մեկ անգամ մեծագույն շնորհակալություն ոչ միայն ձեզ, այլ ամբողջ անձնակազմին, բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ հետ միասին այսօրը անցկացրեցին։ Սիրելիներ, շատ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ եւ մեծագույն շնորհակալություն իհարկե մեր հերոստատիտողին, որ մշտապես մեզ հետ է։ Սիրելիներս, լավ եղեք, մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ, կհանդիպենք, շուտով կհանդիպենք եւ իմացեք, որ մենք ձեզ շատ ենք սիրում։ Վերադարձանք եթեր, բարի լույս եւս մեկ անգամ բոլորին, հիշեցնեմ, որ մենք այսուհետ արդեն յուրաքանչյուր աշխատանքային առավոտ լինելու ենք ձեզ հետ, տեսանելի եւ ինչու՞ չէ նաեւ շոշափելի։ Կարող եք միանալ մեզ եւ ATV ուղիղ եթերում, տեսնել այն ամենը, ինչ որ կատարվում է այստեղ, իսկ մենք կփորձենք ձեզ պահել իրադարձությունների կիզակետում։ Այո, եւ ես կարծում եմ, որ մի փոքր կարող ենք խոսալ ֆիլմերից, որովհետեւ կարոտած կլինես այս թեմանցի էլի Սուրեն, եւ իմ վերջին նայած թերևս ամենալավ ֆիլմը, որ այս պահին հիշեցի եւ կուզեմ առանձնացնել, երևի թե պայքարից հետո հայերեն մոտավոր եմ թարգմանում, Դիկապրիոն է գլխավոր դերերում եւ ֆանտաստիկ է խաղում ու կերտում իր կերպարը, հեղափոխության մասին է, գլխավոր դերում էլ հենց հեղափոխականներ են եւ թե սյուժեն, թե դերասանների ընտրությունը, թե ամբողջ նկարահանված տարբերակը ֆիլմի
ֆանտաստիկ է ուղղակի եւ ինձ շատ է դուր եկել։ Համաձայն եմ քեզ հետ, իսկ ես խորհուրդ կտամ, որպեսզի եթե իհարկե սիրում եք Netflix-ի կամ HBO արտադրանքները, ապա անպայման հետևեք Բունկեր դլյա միլիոները հիանալի սերիալ է, որը կարծում եմ մի շնչով նայելու համար է, այնուհետև կարող եք նայել Apple TV-ով Основание, որը նույնպես էլի բավականին շատ հետաքրքիր է, եւ բնականաբար շատ ու շատ հետաքրքիր սերիալներ ու ֆիլմեր կան, եւ ամենավերջին ինձ համար բացահայտումը դա Դիպլոմատն է, որը Netflix-ով կա եւ երրորդ սեզոնն է, որը ամբողջական քաղաքական սերիալ է, Սոնա, բայց հետաքրքիր սարկազմով եւ շեշտադրությամբ, ինչը հատուկ է միայն Netflix-ին։ Այնպես որ եթե դուք ուզում եք տեսնել թե իրականում ինչ է կատարվում քաղաքական դաշտում Միացյալ Նահանգների եւ ամբողջ աշխարհի հետ կապված, ապա Դիպլոմատը լավագույն սերիալներից մեկն է։ Ի դեպ, ասեմ, որ գերազանցել է հայտնի սերիալին, որը եթե կհիշեք ժամանակին կոչվում էր Կարտչնի Դոմիկ, եւ այդ սերիալը համարվում էր լավագույնը եւ ռեյտինգով ամենաբարձրը քաղաքական։ Եվ քաղաքական թեմայով։ Այո, այսօր արդեն Դիպլոմատը գերազանցել է նրա ռեկորդները եւ ինքն է արդեն առաջին սանդղակում։ Բայց մինչ այդ վերադառնանք մեր քաղաքական իրականություն եւ այս պայն կարճ դադար կլինի ու հետո կշարունակենք մեր ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ երաժշտական հյուրեր ենք այսօր հյուրընկալելու, տեղեկացնեմ, որ այս տարվա օգոստոսին Ղազախստանի Հանրապետության Կոստանայի քաղաքում տեղի ունեցել ոսկե միկրոֆոն 21-րդ ամենամյա միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցում էր 84 մասնակից։ Մրցույթում Հայաստանը ներկայացրել է պատանի երգչուհի Անահիտ Գալստյանը, ով երկու մրցութային օրերի արդյունքում ժյուրիի կողմից արժանացել է երկրորդ մրցանակի։ Եվ այս առիթով էլ մեզ մոտ Անահիտ Գալստյանն է։ Բարի լույս Անահիտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց ենք։ Լավ, դուք ոնց եք։ Շատ լավ ենք։ Դե մի քիչ խոսենք այս մրցույթի մասին։ Նախ մի քիչ հետ գնանք եւ հասկանանք, թե ինչպես եղավ, որ ընտրվեցիր դու եւ արդեն գնացիր այնտեղ։ Սովորաբար մենք ունենում ենք նախընտրական փուլեր մինչ գնալը մրցույթի, բայց այս անգամ, քանի որ իմ վոկալի ուսուցչուհին գիտեր, որ ես ունեմ նոր պատրաստված երգեր, խոսեց Վրեժ Կիրակոսյանի հետ, ասեց մենք ունենք նոր ռեպերտուար, դե մինչև այդ լինում է ժողով, արդեն մանրամասները ես չգիտեմ, Սակայն գիտեմ, որ եկան, լսեցին իմ նոր երգերը եւ ընտրվեցին այնտեղից լավագույնները, տարբեր փորձնական աշխատանքներ կատարվեցին ամիսներով, մինչեւ Ղազախստան գնալը եւ այսպես ստացվեց։ Իսկ երբ արդեն գնացիր, մրցույթում հանդիպեցիր մյուս մասնակիցներին, հասկացար, որ բարդ է լինելու, թե ամեն դեպքում քեզ համար հեշտ էր, որովհետեւ դու լավ էիր պատրաստվել։ Ես լավ էի պատրաստել, բայց դե ինչպես ասում են, հակառակորդին պետք չէ թերագնահատել։ Ես համենայն դեպս մտածում էի, որ ես իմ մասին պետք է մտածեմ։ Եթե ես լավ ներկայանամ, արդեն կարևոր չի լինի նրանք լավ կներկայանան, թե չէ։ Կարևորը որ ես լավ ներկայանամ եւ պատվով ներկայացնեմ Հայաստանը։ Դե իհարկե շատ բարդ էր ներկայացնել Հայաստանը միայնակ 13 տարեկանում ամբողջ այդ մեծ Ղազախստանի միջազգային մրցույթում, իհարկե բարդ էր։ Արի մի քիչ պատմիր քո տրամադրության ու էմոցիաների մասին, եւ որ արդեն բեմում ես, մենակ դու ես, լույսերն են, դահլիճը չի երևում, որովհետեւ դու լույսերի մեջ ես, այ ինչ ապրումներ ես ունենում այդ 3-4 րոպեների ընթացքում։ Սկզբում կուլիսներում ետնաբեմում միշտ լինում է լարվածություն, բայց երբ մտնում ես բեմ եւ արդեն սկսում ես երգել, ամեն ինչ կորմ է, դու մոռանում ես ինչ ես այդտեղ, մոռանում ես ինչ ես երգում, ուղղակի երգում ես գալով երգը։ Արդեն ոչ մի բան չես զգում։ Ինչ խորհուրդներ էին քեզ տալիս դասատուները, երբ որ արդեն պատրաստում էին քեզ համերգի համար։ Միանգամայն չլարվել, որովհետև լարվելուց վատը կարող եմ ելույթ ունենալ, լարվելը ամենավատ բանն է, որ կարող է լինել։ Շնչիս իհարկե կարևորը շունչն է, որ լավ ձայնս զիլ հնչի եւ այդպես համարձակ գնալ բեմ, որովհետև ես արդեն շատ պատրաստ էի։ Եվ քանի որ քո դիպլոմները զարդարել են մեր տաղավարը, արի խոսենք դրանց մասին, մեզ ներկայացրու, որը երբ են տվել, ինչի համար ես ստացել, որն է քեզ համար ամենակարևորը։ Առաջինը դա հենց մասնակցության համար դիպլոմն է, որը մասնակցության համար է։
Երկրորդը հենց պատվոգիր, որ մասնակցել եմ եւ գրավել երկրորդ տեղը։ Եվ արդեն ամենակարևոր մրցանակը դա սա է, որ բոլոր ժուրիների ստորագրությամբ երկրորդ տեղն եմ գրավել։ Եվ դա ամենագեղեցիկն է։ Այո։ Շատ լավ։ Յուրահատուկ։ Վերադառնալիս արդեն երբ մրցույթը անցյալում է, դու երկրորդ տեղը վերցրել ես, ինձ հետաքրքիր է ինչ տվեց քեզ մրցույթ, ինչ փորձառություն, ինչ սովորեցիր այնտեղ։ Սովորեցի միկրոֆոնի հետ ճիշտ աշխատել, չնայած որ դա միակ մրցույթը չէ, որ ես մասնակցել եմ, նաև եղել է Սլավյանսկի բազարում եւ այլ մրցույթներում։ Մրցույթը ինձ տվեց նոր ընկերներ, ձեռք բերեցի նոր ընկերներ, նոր ռեպերտուար, աշխատել մարդկանց հետ միկրոֆոնով, իդեպ այնտեղ գալահամերգը նաև կայացավ իրենց հենց Կոստանայի ծնունդի ժամանակ, որ ամբողջ քաղաքը այնտեղ էր եւ գալահամերգին մասնակցեցին միայն այն մարդիկ, ովքեր գրավել են ինչ-որ տեղ, եւ այդ շարքում նաեւ ես էի կարողացա նաեւ այդքան մարդկանց մոտ, հազարավոր մարդկանց մոտ նաեւ ներկայացնել Հայաստանը։ Նաեւ այնտեղ հանդիպեցի իմ ընկերներից մեկին, ում հանդիպել էի նաեւ Ղազախստանում, Բելարուսիայում այդ Սլավյանսկի բազար մրցույթում 2 տարի առաջ եւ այդ տարին նույնպես հանդիպեցինք իրար, շատ հետաքրքիր եղավ։ Ոնց հասկանում ենք, որ ստեղծագործական կյանքում մրցույթները մեծ տեղ են գրավում։ Այո։ Ինչ են տալիս ընդհանրապես մրցույթները։ Իհարկե դա մեծ փորձ է, համենայն դեպս այս տարիքում, որ լինել այդպիսի մեծ բեմերում, ունենալ ճանաչում, փոքրինչ ճանաչում, ունենալ նաև մեծ մրցանակներ, որ հետագայում նաև տարբեր տեղերում պետք կգան, չգիտեմ, նոր ընկերներ, նոր երգերի ցանկ, նաև այս պահին մասնակցում եմ Երազանքի բեմ նախագծին, որը իդեպ հենց ATV Անահիտ Կիրակոսյանի Պրոյեկտն է, այո, ծրագիրն է, նախագիծն է։ Նոր ընկերներ, նոր ռեպերտուար, ճանապարհը մինչև որտեղ ես պատկերացնում երկարվեստում։ Մինչև Հայաստանի Ադել։ Բրավո, դա իհարկե շատ Նշաձողը շատ բարձր է։ Այո, դե բայց պետք է միշտ բարձր նշաձող դնել եւ հասնել դրան։ Հիանալի է։ Իսկ ուսման մեջ չի խանգարում, որովհետև սա պահանջում է քեզանից շատ մեծ ժամանակ։ Խանգարում է համենայն դեպս, բայց ես աշխատում եմ հասցնել եւ այն, որովհետև նաեւ սրան հետ մեկտեղ ունեմ բազում պարապմունքներ, բազում խմբակներ, արվեստի հետ կապված եւ աշխատում եմ իմ ամենակարևոր առարկաները, որ ես պետք է իմանամ, հայոց լեզու, լեզուներ, մաթեմատիկա, դրանք փորձեմ կատարել եւ տնայինները եւ հասկանալ նոր թեմաները, որպեսզի անգրագետել պետք չի մեծանալ, բացի Ճիշտ ասեմ, մամայի խոսքերն են դրանք։ Չէ՞։ Նաեւ դա աշխատում եմ հասցնեմ, ճիշտ է, շատ բարդ է։ Իսկ ընկերների հետ շփումը ժամանակ կա, այսքան բանն անելուց հետո ժամանակ։ Ոչ, համենայն դեպս դպրոցում եմ հասցնում շփվել։ Վերադառնալով Ադելին ես հարց ունեմ, էլի, որովհետև շատ հետաքրքիր է ժամանակակից աշխարհում շատ են երգչուհիները, որոնց կարելի է շատ սիրել, Բիլի Այլիշ, Դուա Լիպա, չգիտեմ, ինչու հենց Ադել եւ որ երգն ես ամենաշատը Ադելից սիրում։ Ադելից սիրում եմ Rolling in the Deep ստեղծագործությունը։ Ադելը, չգիտեմ, իմ համար յուրահատուկ է, որովհետև նա շատ գրագետ է, նաև շատ բարի է, բեմում գիտի իրեն ճիշտ դրսևորել, իր մարդ տեսակն եմ ես նաև սիրում եւ հարգում եւ կցանկանայի, որպեսզի ինձ նաև այդպես ճանաչեն, որ Ադելին նման լինեմ, ճիշտ է, ես չեմ ուզում ինչ-որ մի աստղի նմանվել, բայց նա ինձ համար կարծես օրինակ է եւ կցանկանայի նրա պես լինել, որ ինձ բոլորը այդպես սիրեին ու ճանաչեին։ Մենք քեզ հասկացանք, օրինակ եւ մոտիվացիա է քեզ համար։ Իսկ դու Ադել կատարում ես, երգերից ընտրում ես, այո, հենց Rolling in the Deep, Skyfall-ը, դրանք շատ եմ սիրում։ Ոնց է ստացվում։ Կատար։ Ընդհանրապես լսում եմ, սիրում եմ, սովորում եմ եւ կատարում եմ։ Ընտիր։ Երազանքներ ունես բացի երգարվեստից։ Փրկել Լուսին, օրինակ։ Չէ, իմ բոլոր երազանքները երաժշտության հետ է, կցանկանայի նաև լավ տիրապետել դաշնամուրին և թմբուկին։
Շատ է դաշնամուրը եւ թմբուկը։ Չէ, Բարավանչիկյան։ Հա։ Ինչու՞։ Դες դաշնամուրը պահանջում են նուրբ մոտեցում, իսկ արդեն հարվածային գործիքները մի քիչ արդեն պահանջում ագրեսիվ, այո։ Ինչի այս երկու ծայրահեղությունները։ Դու այդպեսին ես, հա։ Ես Պրոտեսակով։ Ես այնքան տարբեր երգեր եմ լսում։ Դրա համար Այ հիմա ներկայապես ամենաակտիվ երգը, որ անընդհատ քո ուղեղում է, հա, քեզ միշտ ուղեկցում է, որ ում երգն ես լսում, որն ես լսում։ վերջերս սկսել եմ լսել Pink-ի Family Portrait-ը։ Օ, դա արդեն կլասիկա է։ Դա արդեն հին է։ Տարբեր երգեր եմ սիրում։ Brunette եմ լսում, շատ Գորսուջան եմ լսում։ Դե մենք արդեն հասկացանք, որ դու լավ երաժշտական ճաշակ ունես։ Ում երկը կուզեիր երգել, Brunette-ի թե Գորսուջանի։ Ադելի։ Գորսուջանի։ Գորսուջանի երևի։ Իսկ կա նրա երգացանկից երգ, որ փորձել ես կատարել կամ մտածում ես, որ այ մի օր ես էլ այդ երգը կերգեմ։ Ես կուլամը կամ Ես եմ դու ես, ես ու դու։ Լավ, իսկ երբ որ մի երգ ես ուզում, բայց հասկանում ես, որ դա չի համապատասխանում քեզ, հա, քո տվյալների ներկապահիս, դնում ես մի կողմ, թե ամեն կերպ փորձում ես աշխատել այնքան, որ կարողանաս դա ներկայացնել։ Դեռևս տենց բան չի եղել, որ ստացվի երգը, դե սկզբից բարդ է եղել, սովորելը կամ բառերի համար կամ եղել է բարձր նոտաներ, եղել է, որ փոխել եմ նոտաները, այսինքն մի տոն եմ ցածրացրել կամ կես տոն եմ ցածրացրել կամ հակառակը բարձրացրել եմ եւ ըստ այդմ հեշտ է եղել։ Հիմնականում երգում եմ անգլերեն երգեր, անգլերենս լավ է, չեմ դժգոհում, կարողանում եմ հասկանալ բառերը, երգի թարգմանելը մոտը ստացվում է, քանի որ երգի մեջ կարևոր է, որ դու իմանաս ինչի մասին ես երգում, որ հոգով երգես այդ երգը։ Մենք ես մաղթում ենք մեծ հաջողություններ եւ Ադելի այսպես կարիերայի բումը եւ հաջողությունը, բայց ոչ անձնական կյանքի փորձառությունը։ Այնպես որ հրաշալի երաժշտական ճաշակ ունես, վստահ եմ, որ մեծ ապագա է սպասվում։ Ամեն դեպքում տաղանդը, բայց աշխատասիրությունը շատ կարևոր է, ինչը հենց Ադելի պարագայում բերեց նրան, որ նա շատ դժվարություններ հաղթահարեց իր աշխատասիրության շնորհիվ եւ տաղանդի բնականաբար, եւ այսօր արդեն փայլում է բարձունքներում, նույնը մաղթում ենք նաեւ քեզ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք երաժշտական թեման։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակվում է մեր երաժշտական առավոտը եւ ունենք տեսահոլովակի պրեմիերա։ Այսօր էլ բացահայտելու ենք տաղանդավոր Նուշ խմբի նոր երգն ու տեսահոլովակը Գողթան Մանկտիկ երգի ու տեսահոլովակի պրեմիերան քիչ անց իհարկե կլինի մեր եթերում, սակայն մինչ այդ մենք կհասցնենք զրուցել մեր հյուրերի հետ։ Այո, իսկ մեր հյուրերը Նուշ խմբի անդամներն են Լուսինե Մարդանյանը, Սմբատ Կիրակոսյանը եւ Կլիմենտ Գաբրելյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, ինչի Նուշ։ Շատ համով։ Նուշը անուշ բառից է, ոնց որ իմ ձայնով լսում էր, ասում էր, որ շատ անուշ ձայն ունես, ու այդպես այդ ան ոնց որ սղել ենք վերջին այի հետ։ Ով խնդիր ունել ատառի հետ։ Խնդիր չունենք, ուղղակի անուշը շատ ավելի հաճախ հանդիպող բառ էր մեր համար, դրա համար վերցրեցինք նուշը, հա։ Նուշը։ Դե ինչ հայկական բան կա էլի այդ բառի մեջ։ Իսկ ընդհանուր ուղղվածություն ունի խումբը, ինչը որդեգրեցիք ձեզ համար։ Ընդհանուր ուղղությունը դեպի ֆոլկն է, մոդեռն ֆոլկ, ժամանակակից ֆոլկ, այսինքն ներմուծում ենք տարբեր ժանրերից ինչ-որ բաներ ու ստանում ենք ժամանակակից ֆոլկը էլի։ Խումբը ոնց հավաքվեց, ում միտքներ, ով ում գտավ, ով եկավ, ով վերջինը միացավ։ Միտքը Կիմինն էր, բայց իրար հետ ենք ոնց որ հավաքել։ Հա, ես ու Լուսինեն նվագում էինք, ակուստիկ համերգներ էինք անում, հետո որոշեցինք, որ արդեն բենդ ունենանք, բաս բառաբան ավելանա, Սմբատը եկավ, որպես բառաբան, մեր բասիստին ես Թումոյից էի ճանաչում, ինքը եկավ, որտեվ իրար հետ նվագել էինք լիքը։ Ու Դավիթը գիտարիստ միացավ։ Որքան ժամանակ է Նուշը կա։ 2023 թվականից։ 2 տարի կա, բայց մենք ավելի ոնց որ փորձեր էինք անում, այդ ընթացքում երգեր էինք ավելացնում, տենց
որից մեկը էս այսօր կլսենք։ Շատ է, մենք ունենք տեսահոլովակ, նոր երգ, բայց մինչև անցնելը դրան, քանի որ մի քիչ փորձ ունենք աշխատել խմբերի հետ, հա, աշխատանքի բերումով նաև, միշտ գիտեմ, որ խնդիրներ կա, որովհետև ինչ առումով խնդիրներ, ոչ թե ներսում, այլ զբաղվածության պատճառով, որովհետև հավաքվում են մարդիկ, ովքեր ունեն տարբեր մասնագիտություններ, ճիշտ է, բոլորին հավաքում է մի միտքն ու գաղափարը, բայց դե արի ուտես կյանքի բերումով բոլոր տարբեր գծերով են գնում։ Ոնց է կարողանում այդ համերաշխության գիծը Այդ գտնել, տարբեր գծերը ճիշտ եք ասում, ես IT-ից եմ, կիմնել IT-ից, որտեղ բոլորի դեմքի արտահայտությունը միանգամից բայց միակ երաժիշտը մեր բենդում երևի Սմբատն է, որ երաժիշտը ասելով, որ ինքը փոքրուց այդ գծով է ոնց որ աշխատել ու մինչև հիմա այդ գծով է, մեր բասիստը ինքն էլ դիզայներ է, ոնց որ բոլորս տարբեր տեղերից ճիշտ եք ասում, հա։ Բայց քանի որ այդ ցանկությունը ոնց որ միշտ եղել է բոլորիս մեջ, ձեր ասած ոնց որ համախմբել է բոլորիս ու այդպես փորձում ենք ժամանակ գտնենք, էլի, նույնիսկ ուշ ժամերի տենց հավաքվում ենք եւ փորձում։ Բոլորի համար հոբի է, ձեզ համար մասնագիտություն, գործ, կյանքի ապրուստ։ Պատմեք մի քիչ, ոնց որոշեցիք երաժիշտ դառնալ։ Ես չորոշեցի, տնեցի որոշեցի, որ պետք է երաժիշտ դառնամ։ Դες դառա։ Թե սիրո կդառնա այդ բան, չէ։ IT։ Դա մենք ունենք տեսահոլովակը։ Եկեք այս պահին դիտենք տեսահոլովակը, հետո արդեն վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։
Շատ գեղեցիկ տեսահոլովակ է, շնորհավորում ենք։ Merci շատ։ Թող շարունակական լինի, ամենակարևոր սկիզբը դժվար ամենասկիզբն է եւ եթե սկիզբը կա, արդեն հետոն ավելի հեշտ պետք է որ ստացվի։ Տեսահոլովակից կպատմեք ում միտքներ, ով է նկարել։ Տեսահոլովակը ամբողջ բենդով ու նաև Տեր-Հովան, ով որ գործիքավորողն է երգի, նստած մտածում էինք, թե ինչի մասին պետք է լինի, միտքը կոնկրետ իմն է եղել երեխաներին, որ հավաքենք, որտեղ երգը ամբողջությամբ նվիրված է Գողթանի երեխաներին, ում որ երգի հերոսը կանչում է, ասում է, տեսեք, ովքեր են ձեր նախնիները եղել, բանաստեղծից եք բոլորդ ու այսպես, ու մենք մտածում ենք, որ հիմնական մեծ երգը ավելի խրոխտ են կատարում, ավելի ազգագրական ձևով են կատարում, մենք մի քիչ փոխել ենք իր ժանրը, կարելի ասել, որովհետև ես կոնկրետ պատկերացնում եմ այս երգը ավելի նուրբ, որովհետև երեխաների մասին էր, պատկերացնում էի ոնց որ այդ ու փորձել ենք այդ ամեն ինչը ցույց տալ տեսահոլովակով, որ հենց այդ երեխաների այդ ջերմությունը զգան էլի նայողները։ Դուք ինչ ունեք ասելու, չգիտեմ, Լյուսին է ռեժիսորը, տեսահոլովակի, ինքն էլ է իր ներդրումը շատ ունեցել, իրան էլ ենք շատ շնորհակալ։ Ասացիր սա։ Խմբում աշխատելը թվերի աշխարհում ձեզ օգնում է թե խանգարում է։ Ինձ թվում է օգնում է երևի, ծրվում ենք թվերից մի քիչ։ Ծրվում եք թվերից։ Հետաքրքիրն է, երբ որ կա երաժշտական կրթությամբ մարդ, հասկանում ես, որ որտեղից է գալիս երաժշտական ճաշակը եւ ուղղվածությունը, բայց երբ որ կան մարդիկ, ովքեր տարբեր մասնագիտություններ են, այ ինչպես եղավ, որ եկաք այս կետին, հա, որոշեցիք, որ մեր գիծը պիտի սա լինի եւ վերջ, որովհետեւ տարբեր ոլորտներում եք աշխատում, բնականաբար տարբեր երաժշտական ճաշակներ կունենաք։ Ես միշտ ոնց որ փոքրուց այդ երկուսը իրար հետ տարել եմ, այսինքն համ IT-ն է իմ կյանքում եղել, համ երաժշտությունն է, ու տենց տարբեր ծրագրերի եմ մասնակցել, ուղղակի մի պահ ես հասկացա, որ ես ավելի ուզում եմ խորանալ IT-ի մեջ ու թողեցի երաժշտությունը, հետո հետ եկա, հիմա հետ գալու պահն է էլի, ու հասկացա, որ ուզում եմ արդեն էլի ունենալ երկուսն էլ իմ կյանքում, որովհետև առանց այս մյուսի այն մեկը մի քիչ անհետաքրքիր է մենակ այն մեկը պահել էլի, չգիտեմ, դու ինչ կասես։ Իմ մոտ էլ հա, նույն ձև ճամփ են եղել, ես փոքր ժամանակվանից համ նվագել եմ, համ ուրիշ բաներ եմ սովորել, բայց միշտ պահել եմ էլի երաժշտության ուղին, միշտ փորձել եմ ինչ-որ բաներ անել։ Իսկ ո՞րն է եղել քո կամքով, ոչ ծնողների պարտադրությամբ, նվագելը թե ուրիշ ոլորտը։ Երկուսն էլ իմ կամքով է եղել, պարտադրանք չի եղել։ Որտեղ միշտ ծնողներն են, տես, վառ օրինակ, հա։ Ծնողներն ուզեցին գնացին երաժշտական դպրոց։ Իսկ խմբում հեշտ է համագործակցում, վեճեր լինում են, անհամաձայնություններ, ոնց եք հարթում, շատ հետաքրքիր է գործընթացը, երբ մինչև մենք տեսնում ենք պատրաստի տեսահոլովակը, բայց մինչև տեսահոլովակը ինչքան մեծ process է անցնում խումբը, ինչքան աշխատանքային օրեր։ Ես այդ միշտ ասում եմ, որ երաժիշտները, ոչ միայն մենք, բոլոր երաժիշտները ժամանակ են ծախսում, օրինակ, չգիտեմ, օրերով, ամիսներով, մտածում են, անում են, ձայնագրում են, հետո տեսահոլովակ են նկարում, ու մարդիկ 3 րոպեում են նայում ու կամ հավանում են կամ չեն հավանում, այդ իրոք շատ բարդ աշխատանք է, շատ ճիշտ եք ասում, վեճերի առումով երևի չենք ունենում, ես մեծ վեճ չեմ հիշում մեր բենդում։ Դուք ուղղակի չեք խոսում, որ վիճեք։ Չէ, խոսում ենք, կվիճեք։ Երևի համաձայնվում ենք շատ իրար հետ, հա, օրինակ, չգիտեմ, ես Սմբատին եմ լսում, Կիմը ինձ է լսում, այսինքն մենք ոնց որ անընդհատ այսպես իրար համաձայնեցնելով գնում ենք։ Այսինքն ավելի ներդաշնակ է։ Ներդաշնակ խումբ է, երևի հա տենց, բայց լինում է։ Նորմալ, ամեն ինչ նորմալ է։ Բայց ժամանակի առումով ճիշտ եք, այ մենակ այդ է մեզ այս բանի խանգարում, որ փորձում ենք ժամանակ գտնենք, որ շարունակենք, այսինքն շարունակաբար անենք այս ամեն ինչը։ Այս շարունակության մասին խոսենք, լավ, որովհետև առաջին աշխատանքը եղավ, ավարտվեց, հանձնվեց դատին հանդիսատեսին։ Դե բնականաբար պիտի դրվի ստորակետ, այլ ոչ թե վերջակետ։ Որն է ստորակետը, ինչ է լինելու։ Խոսամ։ Դե ոնց որ արդեն պլանավորած բաներ ունենք, մի քանի նոր երգ, մի անգամից լայվ լինելու է, ոչ զապիս, ոչ բան, տեղում, այսինքն լինելու է զապիս, բայց տեղում հենց վիդեոյի հետ նկարվելու է ու թողարկվելու էլի այդ ամեն ինչը։ Live session էլի։ Այդպես բան ենք պլանավորում անել, հա։
Մի քիչ բարդ է, որովհետև բացի բենդի անձնակազմից նաև ավելացնում ենք փողային գործիքներ ու ինքը տենց փորձելու ենք ինչ-որ սիրուն բան ստանալ, էլի։ Ու միանգամից մի 3 երգ, 3-4 երգ փորձելու ենք լայվ ձայնագրենք, միանգամից հանձնենք մարդկանց, որ կարողանան ավելի շատ լսեն մեզ։ Մի հարցամ, բայց շատ անկեղծ կպատասխանեք, խնդրում եմ։ Ինձ հետաքրքիր է խմբի վերջնական նպատակը, օրինակ, ի՞նչն է այն կետը, որին ուզում եք հասնեք, որ հարսանիքներում ձեզ շատ հրավիրեն երգեք, որ ձեր երգերը Հայաստանի Հանրապետությունից դուրս լսեն։ Ինչ մեծ նպատակ ունի խումբը Թե ուղղակի հավաքվելիս։ ձեզ համար եք էս ամենը։ Չէ, կա նպատակ, այս պահին կոնկրետ իմ նպատակը ու բենդի նպատակն է նաև հայերեն երգեր գրելն է, այսինքն մենք այս դեպքում ճիշտ է վերցնում ենք ժող երգեր եւ իրանց գործիքավորում ենք նոր ձևով, հանձնում ենք մեր ձևով, բայց ես ուզում եմ, որ մենք հիմա ունենք նաև երգեր, որոնք դեռ չենք տվել մարդկանց դատին, բայց մենք գրել ենք այդ երգերը ու հենց մեր հեղինակային երգերն է, ուզում ենք հայերեն երգերը շատացնել, հայերեն սիրուն երգերը շատացնել, այդ նպատակներից մեկն է։ Մյուս նպատակը կուզեինք ինչու՞ չէ նաև դրսում մեզ լսեին։ Հարսանիքների առումով այս պահին տենց նպատակ, այդպիսի նպատակ չունենք, բայց Ճաշակով հարսանիքների դեմ չենք։ Այո։ Լավն է։ Ճիշտ է։ Այո, որտեվ այսօր արդեն շատ է, հա, այդ բենդային տրամադրությունը եւ վիճակը եւ ճաշակով երաժշտությունը արդեն անցել նաեւ հենց հարսանյաց հանդեսներին, ինչը կարծում եմ, որ բավականին լավ է, որովհետեւ հնչում են նաեւ այսպիսի գործեր, որոնք ավելի մոտեցնում են մեր ակունքներին։ Կոմիտաս եւ այլն, այդպիսի երգեր են հնչում հարսանիքներին, որը շատ գովելի է իրական։ Մենք դες մաղթում ենք հաջողություններ եւ իհարկե ոչ միայն տեսահոլովակներ, նաեւ բենդով ամբողջական ծրագրեր, համերգներ, որովհետեւ սա նույնպես շատ կարեւոր են եւ բնականաբար շատ շփում հենց ձեր հանդիսատեսի հետ, որը կտա ձեզ մոտիվացիա այլ ավելի լավ աշխատելու համար։ Մերսի շատ։ Մերսի։ Դե ինչ հիմա գրինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Դե ինչ առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ իհարկե Աշունը այս տարի հատկապես շատ գեղեցիկ է եւ հատկապես Հայաստանում, այո, ջերմ արևոտ տակ եւ ես կարծում եմ, որ ոսկի բոլոր երանգները իր մեջ պարունակում է, ինչ կասես։ Այո, սարյանական բոլոր գույները կան եւ մենք այն բացառիկ աշխարհագրական դիրքում ենք, որտեղ իհարկե տարվա բոլոր եղանակները վայելում ենք իրենց բոլոր գույներով։ Այս պահին էլ ունենք հնարավորություն տեղափոխվելու մեր հրաշալի վայր, որտեղ եւ կարող ենք նաեւ ինչու՞ չի անցկացնել հետագա շաբաթ կիրակին եւ տեսնենք թե ուր են գնում այս անգամ ու այս շաբաթ կիրակին։ Գառնի անվանումը ըստ 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու հաղորդած ավանդազրույցի կապվում է Հայկ Նահապետի ծոռնորդի Գառնիկի հետ, որի անունով ամրոցն անվանվել է Գառնի։ Բնակավայրը հիշատակող ամենավաղ վավերագիրը ամրոցում հայտնաբերված Վանի թագավորության տիրակալ Արգիշտի առաջինի մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի առաջին կեսով թվագրվող արձանագրությունն է, որտեղ այն անվանվում է Գյառնյանի։ Ըստ հետազոտողների, Գառնու տաճարը կառուցվել է առաջին դարի երկրորդ կեսին։ Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին, որը իբրև Լուիսի ճշմարտության խորհրդանիշ հաճախ պատկերվել է ցլի դեմ մաքարելիս։ Սրահի ներսում գոյություն ունեցող խորանի պատվանդանին դրված է եղել ցլի հետ մարտնչող Միհրի արձանը։ Տաճարը կանգուն է մնացել մինչև 1679 թվականի ավերիչ երկրաշարժը։ Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում ճարտարապետ Սահինյանի վերակազմության նախագծի հիման վրա 1968-ից 1976 թվականներին իրականացվել է տաճարի վերականգնումը առաջին դարին բնորոշ տեխնիկական եղանակով։ Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանից 28 կիլոմետր դեպի արևելք։ Կոտայքի մարզում Գառնի գյուղից ոչ հեռու գտնվում է Ազատի կիրճը, որի երկայնքով անցնում է հրաբխային հոսքերի հետևանքով առաջացած քարերի սիմֆոնիան։
Քարերի սիմֆոնիան կազմված է բազալտե սյուներից։ Սյուներն այնքան սիմետրիկ են, որ թվում է, թե սա մարդու ձեռքի աշխատանքի գործ է, բայց ոչ, սա բնական հրաշալիք է։ Սյուների այս շարանը բազալտե երգեհոն է հիշեցնում, իսկ Ազատ գետի ձայնը մի յուրահատուկ մթնոլորտ է հաղորդում տարածքին։ Քարերի սիմֆոնիան Հայաստանի տեսարժան վայրերի ցուցակում ներառված հայտնի հուշարձաններից մեկն է։ Այո, միշտ էլ կարելի է գտնել այն վայրը, որտեղ հոգիդ երգում է, իսկ բնությունը միանում է այդ երաժշտական սիմֆոնիային եւ դարձնում առավել գեղեցիկ։ Չմոռանաք օրը սկսել յուրաքանչյուր աշխատանքային օր արդեն մեզ հետ միասին։ Ավարտելն էլ բնականաբար հրաշալի մեր ընկերների Իջևանի գինու գործարանի, ով առաջարկում է բրիզը, ռոզե փրփրունը, որը միանշանակ կարող է շատ գեղեցիկ տրամադրություն հաղորդել հենց օրվա ավարտին։ Եվ եթե մարզվել ցանկանաք, ինչը պարտադիր է կարծում եմ, հատկապես ձմռան ընթരാճ պետք է իմունիտետը կարգի բերել սիրելի հեռուստադիտողներ, ապա Ակվատեկ համալիրում սպասում են ձեզ։ Քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկն է, ջրային գոտին, ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում, այնպես որ անպայման այցելեք եւ ընտանեկան միջավայրը ապահովված է։ Ամենամեծ տրամադրության հոսք առավոտյան ստանում եք հենց ATV-ից առաջին ծրագրից Սուրենը, Սոնան եւ մեր հրաշալի թիմը վերադարձան եթեր։ Մենք լինելու ենք յուրաքանչյուր աշխատանքային առավոտ, այնպես որ Այո, եւ բազմաթիվ նոր էջեր ենք ունենալու, ավելի հետաքրքիր եւ հագեցած եթերներ առաջիկայում սպասվում են, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ արդեն այսպես կարելի է օրակարգ դարձնել, առավոտը սկսել մեզ հետ միասին։ Մենք խոստանում ենք, որ հետաքրքիր, ինֆորմատիվ, ջերմ, լուսավոր եւ սիրով լի առավոտներ կլինեն մեզ հետ միասին, այնպես որ հուսանք եղանակն էլ կմնա այնպիսին, ինչպիսին կա, որովհետեւ արդեն նոյեմբերի 3-ն է, բայց եղանակը այսպես չի դավաճանում մեր սպասելիքները, շատ արևոտ, այո, տրամադրություն բարձրացնող, առավոտյան կարողանում ես գոնե թե հեշտ արթնանալ ավելի քան ձմռան ամիսներին կլինի, երբ առավոտյան արդեն մութ ժամանակ է լինում մեր բարի լույսը։ Բայց միևնույն մենք սիրով ենք դա անում։ Այո, եւ այնպես որ բարի հին ավանդույթները վերադառնում են ATV ուղիղ եթեր, այնպես որ աշխատանքային օրերին մշտապես սպասում ենք ձեզ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Եվ չենք մոռանում, որ մենք միշտ պատրաստ ենք ձեզ համար ժպտալ, իսկ մեզ համար ժպտում են մեր ընկերները։ Ես ուզում եմ իմ արագ գեղեցիկ տրամադրության համար շնորհակալություն հայտնել Master Ride Barber Shop-ին, որը միշտ ակտուալ է եւ հասանելի յուրաքանչյուրի համար, այնպես որ Master Ride-ը կդարձնի ձեր օրը առավել գեղեցիկ, իսկ բնականաբար հակառակ սեռի աչքերում դուք կփայլեք ձեր գեղեցկությամբ։ Եվ քանի որ հարսանեկան շրջան է, աղջիկներին եւ կանանց սիրով խորհուրդ եմ տալիս, որպեսզի այցելեն Beauty Fabric, այնտեղի պրոֆեսիոնալները սպասում են ձեզ, որպեսզի իդեալական դիմահարդարում եւ վարսահարդարում ապահովեն եւ ձեր տոնական տրամադրությունը պատրաստ է։ Իսկ հագուստի առումով իհարկե Դաֆնի խանութ սրահը սպասում է բոլորին, ունի երկու հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33, երկու հասցեներում էլ ներկայացված է աշնանային շատ գեղեցիկ տեսականի, այցելեք եւ ձեր տաքուկ կոմֆորտ հագուստները գտեք այնտեղ։ Դաֆնիի հետ մշտապես կլինեք նորաբոճ։ Իսկ մեզ հետ մշտապես կլինեք բարձր տրամադրությամբ ու արևոտ ժպիտներով։ Դե, ինչպես միշտ չդավաճանելով ավանդույթներն, ասենք, որ այս ամենը պատրաստված էր սիրով։ Լավ մնացեք։